Hey you guys, բարեկալստի մալիքնորից ինչպես եք, ես դեռ հիվանդ եմ, դեռ ձայնս քաշված է, ու ամեն օր գնալով էլ ավելի է ձայնս քաշվում, հույսով եմ, որ կարողանամ էլի մի 2 օր հետո գոնե խոսել, ավելի շատ ձայնս չի գնա, այստեղ պատվերներ ունեմ, ավելի պատվերներ եմ կատարել նոր եկա Hypefast-ից և որոշեցի, որ միասին բացենք, այնքան վատ է լուսավորությունը, եղանակն շատ մռայլ է, իրականում տունը այսքան մութ չի, մռայլ է անձրևներ, դե արդեն գիտեք, եթե բնակվում եք Հայաստանում, Արմավիրում, բայց ես ինձ համար մի շատ կարևոր պատվեր եմ արել, ես ինչքան որ հասկանում եմ իմ ձեռքի տակ եղած լուսավորությունը, լույսերը որս օգտագործում եմ, ինձ չի հերիքում, դրա համար ավելի պրոֆեսիոնալ լույս եմ պատվիրել, որ ավելի լավ լինի, ավելի որակով լինեն դիզայները։ Հիմա ես հետ կիսվենք, հիմա բացենք մեր պատվերը։ Ուրեմն այս տարվա իմ շատ սիրելի ոճի մեջ այսպեսի գեղեցիկ սարոշկայատի պիբան, հա, անգլեն է գալիս մոտքից button short, տաբատների հետ, տեսեք իրա դիզայնի հարկի հակած ավելի գեղեցիկ կլինի, ջինսը տաբատների հետ, թեկուս հենց սպիտակ, հա, տաբատների հետ, օրինակ սև գոտիով շատ գեղեցիկ կարելի է համադրել, ևս պատվեր, սա Zara-ից է, մի հատ խնդրում նայեք ես նրբությանը, տեսեք որքան գեղեցիկ է, սա կոշիկ, մամայիննա, հա, սիրունա, որքան գեղեցիկ է, սա էլ իմ պատվերները, սա էլ բոլոր հագուստների հետ կարելի է համադրել, այո, ջինսերի և շատի հետ, տեսեք ինչքան սիրուն կլինի, ջինսը տաբատով, սովորական սպիտակ տաբատով էլ, կարելի է շատ գեղեցիկ համադրել, ինքը այնպես է, որ ինքը շատ հով, շատ փափուկ, շատ լավ կտոր է և դե բնականաբար ամառն էլ կարող ենք շատ հանգիստ հագնել։ Սա էլ իմ գնումները, ես մի հատ փորձեմ կոշիկները, հասկանամ 37 համարն է, բայց դե մի հատ փորձեմ, տեսնեմ լավ լինում է, թե ոչ։ Հենց նայ, տուր թատիկը, տուր թատիկը, տուր, համավա, տնսի սյունքի։ Ինչպես արդեն հասկացաք, ես քերրիից տանն եմ, պատրաստում ենք սուրճ խմել, ուզում ձեզ ծաղիկները ցույց տալ, ինչքան սիրուն է, հələ նայեք, այնտեղ է լիք, այս ծաղիկները են աճելու, դա հաջորդ անգամ որ կամ կնկարեմ, շատ սիրուն է, քանի որ քերրիից տանն եմ, դե բնականաբար պետք է հարսիկս մի հատ համեղ բան պատրաստի, արդեն գիտեք էլի հեռուց ճանաչում եք հարսիկիս, այսօր պատրաստում ենք լազանյա, պատրաստում է հարսիկս լազանյա, հենց իր օրիգինալ բաղադրատոմսով, բեշամել սոուս, օրիգինալ հենց լազանյայի սոուսն է, որը շատ բարդ է պատրաստել, չէ, ինչքան գիտեմ, այդքան էլ հեշտ չի է պատրաստման ձևը, ես լազանյա շատ եմ պատրաստել, բայց ոչ բեշամել սոուսով, այլ սովորական տոմատի սոսով եմ միշտ պատրաստել։ Յանի կարողանայի ձեզ փոխանցել բույրը, որտեղ այստեղ միսն էլ է, էլի, պատրաստված արդեն, բոլոնիա սոսով է պատրաստված միսը,
գինի համադրությունը, չգիտեմ, այս հոտերը, համեմունքները շատ անուշաբույր է։ Հավը կարողանանք էլ փորձել իրականում, էլ ավելի լավ կլիներ, բայց դե ես կփորձեմ ձեզ համը կասել։ Նաև քերեցինք մոցարելա պանիրը, մանույն կեպ շարունակում ենք։ Սա էլ վերջնական տեսքը, իհարկե արդեն եփվելուց հետո ցույց կտամ, հիմա սա ուղարկում ենք դեպի ջեռոց։ Սա է լազանյայի վերջնական տեսքը, հեսա որ մի հատ կտրեմ, ցույց կտամ, ինչքան ախորժալի եւ համեղաստացել։ Այսօր գիշերել ենք երեիս տանը։ Մի հատ ասեք ինչ նախաճաշ է պատրաստել քերակինս արտանա ժամը 5-ին 6-ին առավոտյան, այդպես է, քերակինս ու սկսում եմ զբաղվել տան պատրաստել նախաճաշ։ Մենք այդպես ենք էլի մեծացել եւ տեսել քերակնոջս միշտ այսպես ակտիվ եւ գործունյա, այսպես ասեմ։ Սա էլ նախաճաշ է, տեսեք ինչքան պուպուշա, փանքեյք եւ coffee time է։ Այնքան լավ եղանակ է։ Մենք դեռ այստեղ ենք։ Երեկոյան ինձ թվում է արդեն կգնանք տուն։ Մենք որոշեցինք տանից դուրս գալ, քանի որ մոտակա օրին ունենք առիթներ, դրա համար պետք է մի փոքր գնումներ կատարենք։ Ամենաշատը ինձ համար էլ, այսպես ասեմ, իմ ցանկություններ, այնպես որ պատրաստվել ենք, որ դուրս գանք։ Ովքեր որ կարոտել են Երևանը, Ռասիայի տոնավաճառը, փոքր այնքան էին գալիս այստեղ։ Համեր վերջին զանգն է այսօր։ Շատ ու շատ շրջանավարտներ կարող եք տեսնել ծաղկե փնջերով։ Ովքեր որ կարոտել են էլի Երևանը, մի փոքր զբոսանք անենք միասին։ Բարև։ Ես արդեն քերեստանից վերադարձել եմ, կլինի արդեն 2 օր եւ ցանկացա մինչ վլոգը ավարտել է խոսեմ իմ խնամքի պարագաների մասին, որովհետեւ խնամքի միջոցների ավելի ճիշտ, որովհետեւ ինձ շատ է հարցնում, թե ես ինչ խնամքի միջոցներ եմ օգտագործում եւ ձեզ հետ չեմ էլ կիսվում։ Ցանկացա կիսվել եւ ասել իմ կարծիքը, այդտեղ լարա խաղում է, որն է ինձ դուր եկել, որը ոչ, իհարկե ամեն մարդու մաշկ տարբեր է, հա, կարող է այդ տվյալ պրոդուկտը ինձ համար շատ լավ լինի, մյուսի համար շատ վատ։ Հիմա սկսենք La Roche-ից։ La Roche-ը ինձ համար անփոխարինելին է, չգիտեմ, ես այսքան տարի La Roche-ը օգտագործում եւ ցավով կարող եմ ասել, որ իրենք արդեն վերջացել էին։ Դրա համար իրենք գնացին այս կողմ իլվանալու գելը եւ խոնավեցնող կրամը, իրենք ուղղակի հրաշք են, շատ լավն են։ Ձեռք էի բերել քլինիկինը, բայց սխալ մաշկի համար, oily to oily skin-ի համար էի վերցրել, պետք իրականում վերցրել կոմբինացված մաշկի համար, բայց չէի էլ նկատել ինչ էի վերցնում, չգիտեմ, ինձ դուր չեկավ, քլինիկից ես էլի եմ ունեցել պրոդուկտներ, որ ճիշտ ասեմ, այդքան չեմ հավանում իրեն, բայց կան շատերը, իհարկե, որ շատ գովում են եւ իրենց դուր է գալիս, սա չեմ օգտագործում, ուղղակի այսպես գնել եմ եւ մնացել է։ Անցնենք դիմահարդարում մաքրող միջոցներին, բիոդերմային եմ օգտագործում, որոշներն ասում են բիոդերմա, որոշներն ասում են բիոդերմա, իրեն շատ եմ հավանում, սա էլ երկար տարիներ օգտագործում եմ, իհարկե վերջացել էր, նորն եմ ձեռք բերել, ուրեմն վերջացել էր իմ լվացվելու գելը, վերցեցի այս մեկը, որ ասեմ գոհ եմ, այդքան գոհ չեմ, դրա համար սա գնա մի կողմ, այսինքն ես օգտագործում եմ սա եւ հիմա ցույց կտամ էլ որը եւ լվացվելու համար գել վերցրել եմ CeraVe'n, սա շատ լավն է for normal to dry skin, որ է խնամքի միջոցներ ընտրելուց առաջ պարտադիր նայել, ոչ լինի ձեր մաշկին հարմար, ինձ թվում է սխալներ չան եկել, ես շատ ուշադիր եմ միշտ եղել, չեմ հասկանում ինչ այդպես սխալվեցի, եւ L'Oreal-ից այս ալոյի սոկը, ալոյի հյութը, որ ասեմ դժգոհ եմ չէ, բայց ասեմ շատ գոհ եմ, այդքան էլ չէ,
Okay, եւ իհարկե ես չհրաժարվեցի իմ լարոշից եւ վերցրել եմ լարոշի խոնավեցնողը շատ լավն է, շատ գոհ եմ։ Դրա համար հիմա ինչն եմ օգտագործում ավելի շատ այս երեքը կարևոր է մաշկը ճիշտ խնամել, իհարկե ես էլ որ շատ հոգնած եմ լինում, շատ ժամանակ դիմահարտարումը չեմ մաքրում, բայց շատ սխալ է, եթե ուզում ենք ունենալ առողջ, փայլուն, գեղեցիկ մաշկ։ Իհարկե իրենք բավական չեն, նաև շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ անել պիլինգներ, իհարկե ինչու ոչ, նաև դիմել կոսմետոլոգների եւ անել անհրաժեշտ խնամքը, միջամտությունները, դիմահարտարումը մաքրող հեղուկը, խոնավեցնողը եւ լվացվելու գելը։ Սրանք են իմ խնամքի միջոցները առայժմ։ Ելեք նաև որ տեսեք կիսվեմ իմ դիմահարտարման պարականներով, դա տեսնեմ, բայց ավելի շատ կարևորություն եմ ես տալիս խնամքին, իհարկե դիմահարտարում եմ, բայց մի օր էլ կիսվեմ դրանցով, ուղղակի շատ էին գրում իմ Instagram-ով, եթե մեկնաբանությունների բաժնում, թե ես ինչ խնամքի միջոցներ եմ օգտագործում։ Այսքանով ավարտենք այս քանի օրվա վլոգը, շնորհակալ եմ շատ, որ ինձ հետ եք, շատ հարցեր եմ տեսնում մեկնաբանությունների բաժնում, հարցեր կա, որ անկեղծ ուղղակի չեմ ուզում անդրադառնալ, հարցեր էլ կան, որոնք ժամանակ առ ժամանակ վլոգի մեջ պատասխանում եմ, հարցեր նաև տրված էր Լարայի տակտիներից կտրելու եւ այլ հարցեր կային երեխայի հետ կապված, ես երևի թե այդ հարցերին կպատասխանեմ մի հատ առանցին վլոգում, եթե հետաքրքիր է հա ձեզ Լարայի խոսքը ինչպես բացվեց, ինչպես է զարգանում Լարայի խոսքը, այս տակտիրից հրաժարվեցինք, դրա համար առանցին ես կնկարեմ տեսանյութ։ Շնորհակալ եմ շատ, որ միշտ ինձ հետ եք, կմնաք ինձ հետ, հույսով եմ, կհանդիպենք առայժմ։ Չմոռանամ նաև ցույց տալ Լարայի նվերները, սա հարցիկիս կողմից է քերակնոջս Լարայի համար եւ այսպիսի գեղեցիկ բոթասներ։ Իհարկե մամայի համար էլ կան նվերներ, դա ընթացքում ցույց կտամ էլի։